Ողջունում եմ հարգելի մեր բոլոր հայրենակիցներին եւ իմ գործընկերներին։ Տեսեք, երեկվանից այստեղ քննարկվում է Տիկին Ջուլ Հակյանի որպես պետաիրավական հանձնաժողովում նախագահի որպես թեկնածու հարցը, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների կողմից որևիցե կառուցողական, որպես այդպիսին պրակտիկ, որևէ առաջարկ, որևէ դիտողություն, որ եկեք կառուցողական լինենք, չի եղել։ Ես կցանկանայի արձագանքել երեք այստեղ հնչեցված բազմաթիվ օրինակ ձայնագրությունների հետ կապված հարցերին եւ այլն նմանատիպ, բայց քանի դեռ խոստացել եմ չշեղվել օրակարգից, այո, այսօր քննարկում ենք մի շատ կարևոր հանձնաժողովի, պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը եւ ես երեք իմ հարցադրումը հենց այնպես չէր, որ Տիկին Ջուլ Հակյանին ուղեցի, շատ մի կարևոր հարցի հետ կապված, համաներման նախագծի հետ կապված, որը որ չի կիրառվել, ինչպես նշեցի, շուրջ 7 տարի 9 ամիս։ Տիկին Ջուլ Հակյանը իր խոսքում անդրադառնալով այս հարցին նշեց, որ բառացի ցիտում եմ Տիկին Ջուլ Հակյան ձեր կողմից արձանագրված այդ նախադասությանը, դուք նշեցիք, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրահատուկ մոտեցում պետք է դիտարկել եւ կարծում եք, որ համաներումը մեզ համար ընդունելի ճանապարհ չէ։ Եկեք չհամաձայնվեմ ձեզ հետ։ Ինչ է մեզ տալիս երկար, շարունակական, տևական ժամանակով համաներում չկիրառելը։ Այսինքն, դա կարող է հանգեցնել ոչ միայն առանձին անձանց, այլ քրեական արդարադատության ամբողջ համակարգի խնդիրների։ Կարող եմ թվարկել բոլոր այն ռիսկերը, օրինակ, քրեակատարական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, բոլորս գիտենք, թե ինչքան գերծանրաբեռնված են քրեակատարական հիմնարկները։ Այն պայմաններում, երբ դեռևս 6 տարի եւ ավել հնչել են համապատասխան հայտարարություններ լրատվամիջոցներով, որ պատրաստվում են օրինակ վերակառուցել Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը, բայց բոլորս գիտենք, որ մինչ օրս որևիցե գործողություն Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը վերակառուցելու վերաբերյալ չի կատարվել։ 25 քառակուսում տեղավորվել են 8 անձ, արդյոք դա խոշտանգում չէ անձանց, իհարկե խոշտանգում է։ Եվ արդյոք համաներում կիրառելու հետևանքով չենք կարող ազատվել այդ խնդրից, իհարկե կարող ենք։ Պատժի համաչափության ռիսկ կա այստեղ։ Ժամանակի ընթացքում կարող են փոխվել պետության քրեական քաղաքականության մոտեցումները, իսկ նախկինում նշանակված պատիժները մնալ նույնը։ Արդյունքում որոշ դեպքերում կարող է առաջանալ պատժի նպատակների եւ դրա շարունակականության անհամապատասխանությունը։ Այստեղ ես բարձրացրել եմ մի հարց նախագծի ընդունման հետ կապված համաներման, որը չի վերաբերվում 1 անձի, 2 անձի, այլ ամբողջ մի ընտանիքների է վերաբերվում, ովքեր որ ես լինելով պրակտիկ այդ ոլորտում աշխատող, պետք է նշեմ, որ չկա որևէ մեղադրյալ դատապարտյալ, ում այդ հարցը չհուզի եւ ընտանիքի անդամներ։ Եվ այստեղ հարց է առաջանում, քանի որ գիտենք, որ համաներումը պետության բարձրագույն իշխանության ընդունած ակտ է, որով անձինք լրիվ կամ մասնակիորեն ազատվում են հանցագործության համար նշանակված պատժից կամ նրանց պատիժը փոխարինվում է ավելի մեղմ պատժով կամ վերացվում է դատվածությունը, որը չկա օրինակ պայմանական վաղաժամկետ կիրառելու դեպքում։ Այն կիրառվում է որպես մարդասիրական քայլ, շատ կարևոր է, առանց անհատականացման, միաժամանակ մի խումբ անձանց նկատմամբ, ինչը չենք կարող ասել օրինակ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքերում։ Պայմանական վաղաժամկետ ազատումը չի կարող դիտարկվել որպես համաներման այլընտրանք, որովհետև առաջինը
անհատական արդարադատության գործիք է, իսկ երկրորդը քրեական քաղաքականության համընդհանուր գործիք։ Մեկի արդյունավետ կիրառումը չի վերացնում մյուսի անհրաժեշտությունը, իսկ համաներման ընդունման անհրաժեշտություն ավելին, քան կա։